Քնած ես, հա? Չլինի ամուսնուդ էի սպասում։ Հա, երևի սիրեկանիդ ես խարատել, հա? Եվ ինչքան ես պատրաստվում ինձ նվաստացնել։ Ամբողջ կյանքդ։ Բա ինչ ես կարծում, աղջիկ ջան։ Թե ինձ մտածում էիր կգաս ինձ կասես, որ էլ ինձ չես սիրում, որ ուզում ես ամուսնալուծվես, ես էլ ցենց ականջներս կախ, կասեի, հա իմ սիրելի, գնա վայելի կյանքդ, հա? Լսի, արի խոսենք, այսպես ես երկար չեմ դիմանը, արի նստենք ու նորմալ, մարդավարի զրուցենք, հասկացի ինձ։ Էդ ինչ հասկանալու բան կա, որ քեզ էլ հասկանա, հա? Դիանա, լսի քեզ ինչ եմ ասում, ընես չանես, ամբողջ բարեկամության հետ մոտ քեզ խայտարական է։ Հայրդ զգացմունքային ազդեցիկ մարդ է, չէ՞։ Պատկերացնում ես, որ իմանա իր աղջիկը, իր ամուսնացած աղջիկը իր ամուսնուն դավաճանում է։ Ոնց կնայի այդ ամեն ինչին։ Դու ոնց կնայես հորդ աչքերին, հա? Հա, ինչ ես կարծում։ Հայրդ ոնց կորակավորի քո քայլը։ Ինձ թվում է որպես անբարոյականություն։ Ես քեզ չեմ դավաճանել, ես քեզ երդվում եմ, ես քեզ չեմ դավաճանել, ես ուղղակի ուզում եմ։ Լավ, ձենդ կդրի։ Չեմ ուզում էլ քեզ լսեմ։ Ալո, Ալինա ջան, ոնց ես կյանքս։ Պատրաստվում եմ քնել։ Հա, ես ես անգել քեզ բարի գիշեր մաղթեի։ Քեզ անուշիկ երազներ, քաղցր ջան։ Համբուրում եմ։ Բարի գիշեր։ Ես էլ քեզ։ Դե մինչև վաղը։ Բակ։ Հա, ինչի ես ուզում ես ամեն ինչով դու հասնել։ Հա, իմիջայլոց։ Սիրեկանդ բարևում էր։ Գիտես, շատ էր ուզում քեզ տեսնել, բայց ցավոք էլի, չի կարա, ոտերը նենց եմ ջարդել, որ քեզ տեսնելու ճանապարհը միշտ մոռանա։ Ինչ ես արել Արտուրի հետ։ Ինչ ես արել Արտուրի հետ։ Ինչ ես արել, քեզ հարցնում եմ։ Բան չեմ արել, լսի քեզ ինչ եմ ասում։ Ուրախ եղի, որ չեմ սատկացրել, սիրեկանի։ Ու քեզ ասեմ չի բացառվում, կարող է սատկացնեմ, այդ էլ քեզնից է կախված։ Ուրեմն իմացի, քեզ ոնց պահես, սրանից հետո, էլի եմ կրկնում, քեզնից է կախված։ Եթե քեզ վատ պահես, հատ, լսում ես, հատ, բոլորի հերը կանից են։ Դու լավ գիտես, որ ես բարկանում եմ, ինչերի եմ ընդունակ։ Դու չար մարդ ես, դու դաժան ու վատ մարդ ես։ Ես դրա համար քեզ չեմ սիրել ու իմացի։ Ես զզվում եմ քեզնից։ Խնդրում եմ անի, մի մերժի։ Դու ընդամենը պիտի գնաս Դիանայից տուն ու հեռախոսը փոխանցես իրեն, մնացածը ես կանեմ, անի ջան։ Լավ։ Եթե այլ տարբերակ չլինի, ես նույնիսկ պատրաստ եմ քեզ փախցնել։ Ես ամեն ինչ կանեմ, բայց քեզանից չեմ հրաժարվի։ Արթուրը իր մտերմուհու օգնությամբ հեռախոս է փոխանցում Դիանային, որից հետո կարողանում է պարբերաբար կապ պաշտպանել նրա հետ, սակայն այս ամենը ևս երկար չի տևում։ Արտուր, հասկացի ինձ, ես չեմ կարող, հենց այնպես ուղղակի իրերս հավաքեմ ու փախչեմ քեզ հետ, դա սխալ կլինի, դու
Չէ, ես ուզում եմ, որ մենք ամուսնալուծվենք հետո։ Սի գորը ինձ սպառնում է, ինքը ինձ ասում է, որ ինձ խայտարակ կանի բոլորի մոտ, իսկ ես չեմ ուզում, որ այդպես լինի։ Բայց ամեն ինչ տանում ես նրան, որ հենց այդպես է լինի, չէ՞։ Վերջը տալու եմ այլ իրբ։ Դիանա, արիստեղ։ Դիանա։ Արի նստի մի հատ մարդավարի խոսենք։ Դիանա, ես ուզում եմ հասկանամ, էլի։ Դու ինչ ես սենց բաներ անում, ինչի ես քո ես թեթևամիտ պահվածքով ուզում կործանես կյանքդ, ում համար։ Ես քո կողքին գտնվելով եմ իմ կյանքը կործանում։ Ես չեմ ուզում ապրել քեզ հետ։ Ասա ինձ, եթե դու ինձ չսիրեիր, դու կապրեիր ինձ հետ, չէիր ապրի։ Դիանա, դու իմ կինն ես, ես քեզ սիրում եմ։ Հենց այդ պատճառով է, որ մինչև հիմա քեզ չեմ սատկացրել։ Ես չեմ կարող ապրեմ առանց քեզ։ Իսկ այդ սիրեցյալիդ, Դիանա, այդ սիրեցյալիդ ես կվերացնեմ այս աշխարհի երեսից, որ էլ չմտածես նրա մասին։ Դու նման բան չես անի։ Կանեմ, են էլ ոնց կանեմ։ Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ փսլնքոտ ներխուժի իմ ընտանիք ուզենա իմ կնոջը տանի։ Ես դրա կոկորտը կկտրեմ, Դիանա։ Ես քեզ նորից եմ ասում, չփորձես Արտուրին մատով կպնել։ Ուրեմն իմացի։ Ինքը պատասխան է տալու իմ ընտանիքի մեջ այս սենց պրոբլեմներ ստեղծելու համար։ Իսկ հիմա չեքվի աչքից ես։ Շուտ արա։ Ալո, սա քո գորն է։ Լսիլը մեկը կա, պետք է դրա ոսկորները ջարդենք։ Կարաս կազմակերպես։ Ապեր ես քեզ իրան մոտավոր տվյալները կտամ, այդ հասցե դուք ճշտեք ու մի հատ լավ սատկացրեք։ Լավ, լավ է։ Տեր Աստված, օգնի ինձ խնդրում եմ։ Քաջություն տուր ինձ վճռորոշ որոշում կայացնելու համար։
Ես ուզում եմ ամեն գնով հեռանալ գորից։ Իսկ եթե իրոք Արտուրի հետ փախչեմ, չէ, չեմ կարող, չէ։ Չէ, եթե նման բան անեմ, ծնողներս այլևս երեսս տեսնել չեն ցանկանա, չէ։ Դիանա, ես ինչա վիճակդ։ Ոնց որ ամուսինդ մեռած լինի, դու էլ ամուսնուդ մահը սքացող այրի։ Հանգիստ թողնի։ Բա ինչ անեմ, որ տրամադրությունդ բարձրանա։ Կուզես հեռախոսդ տամ զանգես սիրեկանիդ։ Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում։ Տամ զանգի մի հատ տես ոնց է, ոնց չի, ողջ է, ողջ չի։ Ինչ ես արել դու Արտուրին։ Ոչինչ։ Ես քեզ հարց եմ տալիս։ Ինչ ես արել Արտուրին։ Վնասել ես նրան, հա։ Վնասել, այդ մեղմ ասած։ Հարցիս պատասխանի, ինչ ես արել Արտուրին։ Ինչ ես արել։ Իմացի ես ատում եմ քեզ, լսում ես։ Ես զզվում եմ քեզանից, ես ատում եմ այն օրը, երբ որ ես քեզ հանդիպեցի։ Ինչ ես արել Արտուրին։ Քեզ եմ հարցնում, ինչ ես արել։ Թող պատասխանեմ։ Պատասխանի։ Շամպես սատկացրել եմ, որ էլ ոտքի տակ չընկնի։ Դու սպանել ես նրան։ Սպան։ Չէ, ասա որ սուտ է, ասա որ նման բան դու չես։ Լավ, լսի քեզ ինչ եմ Դու ասում։ նման բան չես անի, չէ։ Ուշադիր լս։ Դու չես արել նման բան, չէ։ Ուշադիր։ Մի հատ քեզ կարգ ես բերում, որովհետև վաղը ծնողներս գալու են Ռուսաստանից, պետք չի էլի որ քեզ այսպես տեսնեն։ Ես ատում եմ քեզ։ Ես զզում եմ քեզանից։ Ահա որ մորթ ես դու։ Հետո էլ ինչ գիտես։ Լավ, լսի քեզ ինչ եմ ասում։ Ես քեզ կներեմ ես քո ամեն ինչը, ես ինչ որ արել ես։ Բայց դու պետք է քեզ հավաքես, միած թափվես, կարգի բերես քեզ։ Հիմա ես գնում եմ աշխատանքի, երբ որ վերադառնամ, ուզում քեզ տեսնեմ լրիվ նոր վիճակում։ Եղավ։ Գնացի։ Չես պատասխանում, հա։ Կյանքս սրճդ։ Չեմ ուզում տալ։ Վայ հոգնած ես։ Լսի անտրամադիր ես։ Դու քեզ ինչ, քո ինչ գործն է, գնա քո գործը զբաղվի։ Լսի ինչի ես գոռում։ Չես ուզում չեմ ասնի։ Շտարնակ մարդը, տեղը հրավիրում նվերներ է տալիս թանկարժը, վերջում է գոռում ավրես։ Ծրկտացրած էլի։ Իմ ապրելն առանց Արտուրի այլևս իմաստ չունի։ Ես երբեք երջանիկ չեմ լինի։ Ու դրա համար կգնամ այս քայլին։ Այսպես ես ավելի մոտ կլինեմ Արտուրին։ Եվ ստիպված չեմ լինի ողջ կյանքում հանդուրժել քո նման դաժան արարածին։ Դիանա,
Դիանա, այս ինչ ես արել, Դիանա։ Դիանա, մի հատ ուշքի արի։ Դիան։ Դու ողջ ես։ Չէի սպասում։ Ես էլ չէի սպասում, որ ամեն ինչ այսքան վատ ավարտ կունենա։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Դու եկար մտար իմ ընտանիք։ Կործանեցիր ընտանեկան անդորս։ Դու պետք է պատասխան տաս քո արարքների համար։ Քո պատճառով կինս էլ չկա։ Ինչ։ Ոչ չկա։ Ինչ ես արել ցան։ Դիանային տեղափոխում են հիվանդանոց, որտեղ նրա կյանքը փրկել չի հաջողվում։ Կնոջ արարքից առանցային էլ վիրավորված եւ իրեն լքված համարող գոռը հայտնվում է անելանելի վիճակում։ Եվ այս անհաջողությունների միակ պատճառը Արթուրին է համարում, ում ինքը ընդամենը մի լավ դաս էր տվել։ Սակայն կնոջ ինքնասպանությունից 2 օր անց վերջ է դնում Արթուրի կյանքին, իսկ ինքը հայտնվում է ճաղերի ետևում։